8 տարի առաջ ստեղծված Artissimo մշակութային հասարակական կազմակերպությունը լուրջ հետազոտություն է անցկացրել եւ բացահայտել Հայաստանի տարբեր շրջանների բնորոշ խնդիրները։ Երկու մարզում, Գեղարքունիքում եւ Վայոց ձորում կրթաբուժական մեկական կենտրոն է ստեղծվել։ Գնահատելով արվեստի ուժով հաղորդակցվելու եւ վերականգնվելու կարեւորությունը, Vivan սկսել է համագործակցել Artissimo մշակութային հասարակական կազմակերպության հետ։ Տարեկան մինչև 200 բալիկ օգտվում է մեր վերականգնողական ծառայություններից։ Հարկ եմ համարում ասել, որ վերականգնողական ծառայությունները կրում են մշտական բնույթ եւ մեզ համար շատ կարեւոր է համագործակցությունը Viva Armenia-ի հետ։ Արդյունքում ոսկեփորիկ զարգացման կենտրոններ հաճախող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 60 երեխա այսուհետև կօգտվի կրթաբուժական եւ վերականգնողական ծառայություններից։ Դա կնպաստի այս խմբի երեխաների ներառական զարգացմանը։ Viva-ի եւ Artissimo-ի համագործակցության մեկնարկն ազդարարվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ոսկեփորիկ զարգացման կենտրոնում։ Важной частью этого партнерства Այս համագործակցության հիմքում կարևոր ուղերձ կա՝ միանալ արվեստի միջոցով սեր եւ հոգատարություն փոխանցելու առաքելությանը։ Այնինչ երեխաները չեն կարողանում արտահայտել բառերով, վախերը, ուրախությունն ու հույզերը, կանեն արվեստի միջոցով։ Դա թույլ կտա աստիճանաբար զարգացնել հաղորդակցվելու ունակություններն ու նպաստել նրանց ինտեգրմանը։ Մեր գործընկերներին հաջողվել է ծնողների շրջանում կոտրել կարծրատիպերը, հասնել խնդիրների վաղ բացահայտմանը եւ վերականգնողական process-ում կանխել արժեքավոր ժամանակի անվերադարձ կորուստը։ Ոսկեփորիկում արդյունավետության տեսակետից առանձնահատուկ տեղ է հատկացվում հիպոթերապիային, որի դերը անգնահատելի է հենաշարժողական խնդիրներով երեխաների վերականգնման համար։ Մի հատ փորձենք հասկանանք թամբով երբեն հորինել է, հա? 1938 թվականին էր։ Թերապիայի այս տեսակի համար ընտրվում են համապատասխան վայր եւ որոշակի հատկություններով օժտված կենդանիներ, երեխաների վերականգնման գործընթացում ապահովելով հոգեբանական հիանալի արդյունք։ Քնարիկ Պետրոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։